Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հուլիսի 26-ն է 2026 թվական։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո։ Զրուցել եմ Նիկոլ Փաշինյանի հետ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ինչպես նաև տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների շարունակական իրականացմանը, հանգամանորեն քննարկել ենք մայիսին կնքված մեր երկկողմ ռազմավարական գործընկերության իրականացման ընթացքը։ Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, որը պետք է շարունակի շոշափելի արդյունքներ ապահովել իշխող տարածաշրջանի ժողովուրդների։ Ես նաև վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված Եվրամիության հետ մերձեցման գործընթացին, գրել է Մակրոնը։ Ֆրանսիան բարեկամ պետություն է Հայաստանի համար, և դա պայմանավորված չի ոչ Մակրոնով, ոչ Փաշինյանով։ Եթե այսօր Մակրոնն է դա ասում, նորմալ է, վաղը մյուսը կասի, և պետք չէ սա դիտարկել որպես Մակրոն-Փաշինյան ջերմ հարաբերություններ, եկող տարի Մակրոնը գնալու է։ Իսկ նրանք, ովքեր գալու են իշխանության, քննադատելու են Մակրոնի վարած քաղաքականությունը։ Ներքին քաղաքականության առումով միանգամայն հիմնավոր, արտաքին քաղաքականության առումով միանգամայն անհիմն։ Որովհետև այն ինչ որ անում է Էմանուել Մակրոնը արտաքին քաղաքական հարցերում, անգնահատելի է նոր աշխարհակարգի համար, այն ինչ որ անում է եվրոպական անվտանգության համար։ Բայց հարցը նա է, որ Հայաստանի հետ Ֆրանսիայի բարեկամությունը միանշանակ կարևոր է, որովհետև եթե իմ նման մարդը, որը 22 տարի խոսում է այն մասին, որ Հայաստանը պետք է լինի Եվրամիության անդամ, իսկ Ֆրանսիան առանցքային դերակատարություն ունի Եվրամիությունում, բացի դրանից Հայաստանի հետ բարեկամ պետություն է։ Շատ ավելի հեշտ է Ֆրանսիայի հետ բան պայմանավորվել, որպես պարզ ասած կուրատոր, որ մենք քննարկենք մի բան և այս շահերը նորմալ ձևով սպասարկի արտահայտի Ֆրանսիան, կամ մեկ ուրիշ երկիր, որի հետ կապված այդքան ավանդական ջերմ հարաբերություններ չունենք։ Բայց ուղղակի պետք է հիասթափեցնեմ Էմանուել Մակրոնին, Նիկոլ Փաշինյանը չի ձգտում Հայաստանը Եվրամիության հետ մերձեցնելուն, նա պարզապես ձև է արել ընտրություններից առաջ ցույց է տվել, որ հակառուսական տրամադրությամբ գնում է իշխանության, որպեսզի այս ռուսամետները երկիրը չտանեն, որից հետո ինքը անգամ Ռուսաստանի վարչապետի հետ հանդիպել, երբ որ դա իր կարգավիճակը չէր, և հավաստիացրել, որ ինքը ձգտում է հարաբերությունները Ռուսաստանի հետ ջերմացնել, ինչպես դա եղել է ընտրություններից առաջ, այն էլ ընտրություններից հետո։ Նույնիսկ երբ իրեն Ռուսաստանից չեն շնորհավորել, նույնիսկ երբ որ Ռուսաստանից Հայաստանի նկատմամբ սանկցիաներ են կիրառել, և անգամ այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շտապեց բացատրել, որ մերոնք են անորակ ապրանք արտադրում, դա է պատճառը, որ նրանք էլ մերժում են, ինչու պետք է մենք զիջենք ինքնիշխանության դիմաց անորակ ապրանք տանք մեր ռազմավարական դաշնակցին։ Էնպես որ իհարկե ջանքերը Ֆրանսիայի, որպեսզի Հայաստանը մերձենա Եվրամիությանը, շատ դրական է, շատ կարևոր, շատ օգտակար, բայց ուղղակի պետք է հաշվի առնել, որ այսօր մեր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ավելի շատ փորձում են արժեզրկել Եվրոպայի հետ համագործակցությունը, քան իրականում արժեորել և այդ ուղղությամբ քայլ անել։ Ռուսաստանը կիրառել է սանկցիաներ Եվրոպան ձեռք է մեկնել, բայց Եվրոպան քաղաքական որոշումով ձեռք է մեկնել և ջանք ու եռանդ չի խնայում, որ հայկական ապրանքները կարողանա որևէ ձևով տեղավորի, ինչ-որ մի տեղ անտեսելով սերտիֆիկատների, լիցենզիաների հազար ու մի խնդիրներ, ինչ-որտեղ նաև անտեսելով, որ որևէ ապրանք եվրոպական շուկա մտնելու համար շատ լուրջ աշխատանք է պետք տանել մարքեթինգային, որպեսզի կարողանալ այդ ապրանքը ճանաչելի դարձնել, քաղաքական որոշումով այդ ապրանքը մտցնում են եվրոպական շուկա։ Ավելին ուղղակի անել հնարավոր չէ, դրան էլ գումարած ֆինանսապես աջակցում են, եթե որևէ հարցեր կա Հայաստանի ներսում անելու, և ասեն պատրաստ ենք ամեն ինչով աջակցենք։
Բայց եւ միևնույն ժամանակ, քանի որ դա եղավ համապատրաստից, Հայաստանի իշխանությունները պատրաստ չէին այդ ուղղությամբ ժամանակին լոգիստիկ հարցերը լուծելու, սերտիֆիկատների լիցենզիաների հարցերը լուծելու, որակի հարց լուծելու, լաբորատորիաների հարցը լուծելու, մի շարք հարցեր, ուղղակի տնային աշխատանքը արված չէր։ Եվ ստացվում է այնպես, որ շատ դեպքերում մեր տնտեսվարողները ապրանքը փչանալու դեպքում պետքա կանգնեն ասել էսեր ձեր Եվրոպան, բա ասում եք գնանք Եվրոպա, ուր գնանք, չենք կարողանում ապրանք վաճառել։ Կարող եք ապրանք վաճառել, կարող եք վաճառել, հետո էլ եք վաճառելու, եթե կատարեք որոշակի քայլեր այդ ուղղությամբ։ Մի բան, որ այդ հարցում մեր իշխանությունները տնտեսվարողին չեն էլ օգնելու։ Այո, կասեն, որ տեսեք, այս ինչ ապրանքը գնաց, մենք բանակցեցինք, մենք հանդիպեցինք, մենք քննարկեցինք, բայց ի վերջո ապրանքը տնտեսվարողը առնում է մեկ ուրիշ տնտեսվարողից։ Քաղաքական որոշումը հասկացանք։ Ինչ որ հնարավորություններ ստեղծելը հասկացանք, բայց շատ լրջորեն մեր տնտեսվարողների կողքը պետությունը կանգնած չէ։ Եվ այդ պարագայում մարդիկ ասելու են, սա է ձեր Եվրոպան, իսկ ինչ պետք է աներ Եվրոպան։ Մինչև վերջի վարկյանը ռուսական շուկայի հետ աշխատել, մինչև վերջի վարկյանը մտածել մեկ այս ապրանքը ինչ էլ լինի Ռուսաստանում կառնեն, վաղը մյուս օրը Ռուսաստանը սանկցիա կիրառի, Եվրոպան ասի պատրաստ եմ օգնել, մենք էլ տեսնենք, որ մեր տնտեսությունը պատրաստ չէ այդ շուկայի հետ աշխատել, մի օր հետո, 2 օր հետո իսկ ապրանքները փչացող են։ Այնպես որ եթե ինչ որ մի ժամանակ Ադրբեջանը կանգնեց եւ ասեց Էմանուել Մակրոնին, որ դու Հայաստանի մասին ավելի շատ ես մտածում, քան Հայաստանի իշխանությունները, եւ ինչ որտեղ էլ նեղացավ Մակրոնից, Մակրոնը նույնիսկ տուժելով Անդերսովյան իր տարածքների հետ կապված հազարու մի հարցերի մեջ մտնելով կապված Ադրբեջանը, որ այնտեղ խաղեր էր տալիս, նույնիսկ այդ ամեն ինչը մարսելով առաջ էր գնում Հայաստանի շահերը պաշտպանելով, մեկ էլ եկավ մի պահ, որ հասկացա, որ ըստ երևույթին Փաշինյանն է Ալիևին բողոքել, թե Մակրոնը ինձանից ինչ ա ուզում։ Եղբայր թողեք հանգիստ Ադրբեջանի հետ աշխատենք, հանգիստ թողեք Ադրբեջանին։ Մակրոնը դա հասկացավ, եւ սկսեցին կամաց հարաբերությունները Ադրբեջանի հետ լավացնել, մեր մոտ է շատերն ասում են, էս էլ Մակրոնը։ Ինչ պետք է աներ Մակրոնը։ Ավելին պետք է աներ, քան Հայաստանի իշխանությունները, ուզեմ ասեմ, ինքը միշտ թյուրիմացության մեջ է, հազիվ թե կարողանանք մենք իրան այդ վիճակից հանել, մինչև փորձենք հանել, արդեն իր ժամկետը կավարտվի։ Բայց պետք է իմանանք, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները ջերմացնելը ռազմավարական նշանակություն ունի ու բացարձակապես պայմանավորված չի են փաստաթղթով, որը կնքած է։ Ֆրանսիայի դերակատարությունը շատ ավելի մեծ է, քան միջպետական այդ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների ստորագրած փաստաթուղթը։ Եվ դա մեր պետության համար է։ Իշխանությունը այդ ուղղությամբ քայլեր չի անելու։ Խաղեր տալու է, քայլեր չի անելու։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, ըստ որի աշխատանքային միգրանտների երեխաները 18 տարի լռանալուց հետո պարտավոր կլինեն լքել Ռուսաստանի Դաշնությունը կամ 30 օրվա ընթացքում ձևակերպել սեփական աշխատանքային արտոնագիր։ Ուշադրություն սա վերաբերում է նաև Հայաստանից գնացածներին։ Այս փաստի առաջ կանգնելու են նաև մեր հայրենակիցները։ Օրենքի համաձայն օտարերկրյա քաղաքացու անչափահաս երեխաների, այդ թվում որտեղ գրված կամ խնամակալության տակ գտնվողների, ժամանակավոր գտնվելու ժամկետը երկարաձգվում է նրանց ծնողի աշխատանքային արտոնագրի գործունեության ժամկետով, սակայն ոչ ուշ, քան երեխայի 18 տարին լռանալ։ Գտնվելու ժամկետ երկարաձգելու համար ծնողը պարտավոր կլինի յուրաքանչյուր երեխայի հաշվառմամբ վճարել ֆիզիկական անձանց եկամտահարկի ֆիքսված կանխավճարը։ Եթե աշխատանքային արտոնագիրը չի երկարաձգվում կամ չեղարկվում է, ապա օտարերկրյա քաղաքացին երեխայի հետ միասին պետք է 15 օրվա ընթացքում լքի Ռուսաստանը, եթե երկրում գտնվելու համար այլ օրինական հիմքեր չկան։ Այսինքն մարդը գնացել է աշխատանքային միգրանտ է, Ռուսաստանում աշխատում է, աշխատանքի թույլտվություն ունի, նրա երեխան 18 տարին լռանում է, ասում է վերկաց հետ գնա, կամ էլ թե չէ ձևակերպի, որ անցնես աշխատանքի եւ համապատասխան վճար վճարի։ Մարդը մնալու է այնտեղ 18 տարեկան երեխային հետ ուղարկի Հայաստան, լուրջ եք ասում։ Պարզավոր չէ։ Իսկ 18 տարի լռացածին աշխատանքային միգրանտ ես ձևակերպում, 18 տարեկանը պետք է սկսի աշխատել, իսկ եթե չաշխատի էլի հանելու ես, այսինքն սա ինչ պայման է։
թվում է թե բայց ես խստացնում, բա դու աշխատուժի կարիք ունես, ինչ ես խստացնում, տանում քու ժողովրդին կոտորում ես, բա քեզ աշխատող պետք չի, ամեն օր մի բան խստացնում ես։ Այո, իրան աշխատող պետք է, բայց իրան պետք է հնդիկ ու չինացի։ Իրան պետք չի Հայաստանից գնացած, իրան պետք չի Հարավային Կովկասի որևէ հանրապետությունից գնացած, ոչ էլ Կենտրոնական Ասիայից գնացած։ Դուք չեք տեսնում ինչպիսի լարվածություն է, ինչպիսի ագրեսիա է Ռուսաստանը ռուսաստանցիներին, ռուսներին ծրագիրը։ Ոչ թե այն ռուսաստանցիներին, այլ ռուսներին, էդ էլ են անցել։ Ոչ թե արդեն դրսից գնացած միգրանտներին են ասում գնացեք ստեից ինչ գործ ունեք, այլ երկրի ներսում ոչ ռուսներին ասում են դու ինչ գործ ունես ստեղ գնա, ասում է ոչինչ որ ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ասում է հետո ինչ Ռուսաստանի քաղաքացի ես, որտեղից ես գնա այնտեղ Բուրյաթ ես, Յակուտ ես, ինչ ես վերկաց գնա այնտեղ, դու ինչ գործ ունես Մոսկվայում, ինչ գործ ունես Սանկտ Պետերբուրգում, դուք ես ամեն ինչը չեք նայում, նրանք դրսում պարտվում են, իրանց արժանապատվությունը ոտնահարում է, տրորում է ուկրաինացին, եւ դրա համար իրանք տեղը հանում են երկրի ներսում անգամ, ոչ միայն աշխատանքային միգրանտների, այլ երկրի ներսում, այլ ազգիների նկատմամբ, որոնց տները քանդել են այդ մարդկանց միացրել են, որոնք անկախության համար ոտքի են կանգնել եւ ցանկացել են անկախություն ստանալ։ Այդ մարդիկ չեն ուզում գնան Ուկրաինայում զոհվեն, որտեղ իրանք երազում են անկախություն ունենալ։ Իրանք նախանձում են Ուկրաինային, որ իրանք անկախության համար պայքարում է։ Նրանք ազգային փոքրամասնություն են, նրանց պետք չի, որ նրանք գնան զոհվեն, այներում պատերազմի համար զոհվեն։ Բայց նրանց ասում են գնացեք զոհվեք, կամ գնացեք զոհվեք, կամ գնացեք ձեր մոտից դուրս չգաք։ Այսինքն Սախայի Յակուտը պետք է գնա այդքան օգտակար հանածոն հանեն, իրանք սովամահալեն, այդ ամբողջ գումարներն ուղարկեն Մոսկվա, իսկ իրանց չի կարելի անգամ Մոսկվա գալ։ Սա է ժողովուրդ ջան, այս վիճակն է ու ինչքան ուկրաինական պատերազմում ունենան անհաջողություն, այնքան երկրի ներսում ավելի դաժան են վարվելու այլ ազգիների նկատմամբ եւ դա առաջացնելու է այնպիսի հակազդեցություն, որ ներսից պայթացնելու են իրանց պետությունը։ Որովհետեւ իրանք անճարությունից արդեն ասում են ոնց մենք ռուսներ ենք, ոչ միտեղ մեզ չեն սիրում, բա մեր երկրի ներսում էլ մեզ չեն ընդունում, ձեզ ընդունում են, դուք ուրիշներին չեք ընդունում, մերժված եք թե դրսում, թե ներսում։ Հիմա կարծում եմ, որ սրանից այս օրենքներից դաս կքաղեն մեր հայրենակիցները, որը լեղապատար հերիք Ռուսաստան են գնում անգամ հիմա, մի հատ Ռուսաստանի շահերն են սպասարկում Հայաստանի տարածքում։ Ու դուք պատկերացնում եք առջևում առաջիկա 5 տարվա հետ կապված խորհրդարան է ձևավորվել, երկու ռուսամետ ուժ է գնացել մի հատ իշխանություն, որ Ռուսաստանից սերն ու կապերը չի կտրվում, նրանք դեռ խորհրդարանը չմտած արդեն ժամկետ անցեն։ Որտեւ այն ինչ որ հնգամյա ծրագիր պետք է ներկայացնեն, այդ ծրագիրը արդեն ավարտված է, Ռուսաստանի շահերը սպասարկելը վաղուց մնացել է անցյալում։ Ինչն է ապագայում սպասարկելու։ Իսկ հիմա նայենք աշխարհում ինչա կատարվում։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը հայտարարել է, որ պատրաստ է քննադատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, եթե դա բխի Բրիտանիայի ազգային շահերից։ Բերնհամը հավելել է, որ Թրամփի հետ իր առաջին զրույցը լավ է անցել։ Բերնհամը հայտարարել է, որ իրեն մտահոգել է ԱՄՆ նախագահի կողմից Իրանի հետ հակամարտություն սկսելը եւ ընդգծել, որ չի լռելու այն մասին, ինչը ճիշտ է համարում։ Իհարկե միանգամայն կողմնակից եմ այդ արտահայտությանը, որ ինքը ասում է մեր պետության շահերից ելնելով կքննադատենք Թրամփին, իսկ ինչու պետք է չքննադատի։ Առաջի իսկ հայտարարությունը ինքը ասել է, որ 100%-ով համաձայն է իր նախորդի Կիր Ստարմերի վարած քաղաքականությանը Ուկրաինային աջակցելու հարցում եւ առաջի հեռախոսազանգն ունեցել է Դոնալդ Թրամփի հետ։ Իհարկե ինքը այսպես ասում է, բայց հաշվի առեք, որ նոր վարչապետը Էնդի Բերնհեմը նաև կարող է աջակցել Դոնալդ Թրամփին Հորմուզի նեղուցի հետ կապված որոշակի խնդիրների հարցում եւ դա իսկապես կարող է կատարել բավական ճիշտ կայ։ Տրամփը շատ նեղված է, որ իր գործընկերները իրեն չեն օգնել, բայց այն գործընկերները չեն օգնել, որ իրենց ոչ մի բանով տեղյակ չի պահել, ոգևորված հարվածեց Իրանին, մտածեց այսօր խփենք, սպանենք հոգևոր առաջնորդին, զենքը վայր կդնեն։ Զենքը վայր չդրեցին, ներքաշվեց ծանր պատերազմի մեջ, հետո շուռ եկավ իր գործընկերներից նեղացավ, թե բա ինձ ինչի չէիք օգնում։ Նրանք էլ ասում են մի հատ մեզ հարցնեիք, հա, որ նոր մենք ասեինք։
իրավաբանորեն մեր ստորագրած փաստաթղթերով որպես ՆԱՏՕ-ի գործընկեր մենք քեզ չպետք է օգնեինք, իսկ որպես բարեկամ, եթե քեզ պետք է օգնեինք, մի հատ պետք է լայ անեիր, մեզ ասեիր, ընկեր, պատերազմ եմ սկսում, մենք էլ ասեինք, համաձայնենք, կողքդ կանգնած ենք, ինչպես մնացած բոլոր պատերազմներում Ամերիկայի կողքը կանգնել են, բայց առավոտից երեկո ընկերներից բողոքելուց հետո վերջում ասել, իրանք իմ կողքը չկանգնեցին, բայց քանի որ Էնդի Բըրնհեմը արդեն նոր է ընտրվել եւ ինքը կարող է ասել, որ դա իր ժամանակ չի եղել, կտեսնեք, ինքը կոշտ ձևով կանգնելով եվրոպական ընդհանուր քաղաքականության ծրագրի շուրջ, կոշտ ձևով կանգնելով Ուկրաինայի թիկունքին, միևնույն ժամանակ նույնիսկ եթե ասում է, որ կքննադատեմ Թրամփին, քննադատելը կքննադատի, բայց Թրամփին օգնելու է ավելին, քան իրանից առաջվա Քիր Սթարմերը, ու ճիշտ է անելու, որովհետև դա այնուամենայնիվ պայմանով արվելու ծառայացնելու է համաեվրոպական ծրագրերին եւ Ուկրաինայի աջակցությանը։ Այնպես որ լսեցինք իր ասածը, բայց կտեսնենք նաեւ ուրիշ բան։ Ու եթե տեսնենք, որ Մեծ Բրիտանիան աջակցեց Միացյալ Նահանգներին, չզարմանաք։ Այնուամենայնիվ դա շատ ճիշտ խելացի սցենար է։ Առաջի անգամ ոտը դնելով այդ կաբինետ մի քանի հատ իրար հետևից ճիշտ քայլ անելը ամեն դեպքում դրականի մասին է խոսում Էնդի Բըրնհեմի մասին։ Այնպես որ մենք կշարունակենք հետևել նրա արած քայլերին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկայևը զուգահեռ է անցկացրել Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտությունների միջև։ Իդեպ Կասիմ Ժոմարտ Տոկայևի եւ Պուտինի հետ երեք ենք խոսել այդ մասին, որ ինքը ուղղակի խոսում էր պատերազմը պետք է դադարեցնի, մենք ուղղակի խոսում ենք այն մասը նաեւ ինչը որ ինքը ներկայացրել է։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սառեցված հակամարտության բնույթն ու ծագումը չափազանց պարզ եւ ակնհայտ են Ղազախստանի եւ այլ երկրների համար, քանի որ դրանց ծագումը խորը արմատավորված էր պատմության մեջ։ Մինչդեռ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտության պատճառը անհասկանալի է։ Գիտեք, իմ կարծիքով ես սկզբից ասացի, որ սա միջպետական հակամարտություն է, դա դժվար թե քաղաքացիական պատերազմ լինի։ Մենք միշտ հարգել ենք Ուկրաինայի ժողովրդին, նրանց մշակույթը եւ նրանց լեզուն, եւ մենք կարծում ենք, որ այս հակամարտության բնույթը շատերի համար, այդ թվում մեզ համար լիովին պարզ չէ։ Այն որ ասելա պարզ է Ադրբեջանի Հայաստանի հակամարտությունը, չի պարզաբան է թե ինչի նկատի ունի, դրա համար թույլ կտամ չքննադատել իր ասածը։ Թեպետ ակնհայտորեն գիտենք Ղազախստանի վերաբերմունքը, որը հօգուտ Ադրբեջանի է։ Բայց քանի որ ինքը չի ասել, չասենք, որովհետև այն որ ինքը ասում է Ադրբեջանի եւ Հայաստանի հակամարտությունը պարզ է, դա այդքան պարզ չի եւ հաստատ ինքը որ կարծում է որտեղ Ադրբեջանը ճիշտ է, այդ էլ ճիշտ չի։ Բայց քանի որ ինքը դա չի ասել, ուղղակի ասելը նա պարզ է, չենք անդրադառնում դրան, ուղղակի ասենք հետեւյալը։ Այո, ինքը Ռուսաստանին մեղադրում է, որ պարզ չի թե քուզած է ինչա Ուկրաինայի հետ կապված եւ այդ հարցում, այո, ընդունելի է, որովհետեւ Ղազախստանը նաեւ ցույց է տալիս, որ ես միջնորդ չեմ պատրաստվում լինել այդ հակամարտության մեջ, Ռուսաստանը մեծ պետություն է, թող իր հարցերը լուծի, ուղղակի ինքը արդեն երկրորդ անգամ է հստակեցնում է, որ ինքը գտնում է, որ այդ պատերազմը պետք է դադարեցնել եւ դա անհասկանալի պատերազմ է։ Իսկ եթե անհասկանալի պատերազմ է, ով է սկսել այդ անհասկանալի պատերազմը, Ռուսաստանը։ Իսկ Ռուսաստանը բավական լուրջ կախվածություն հիմա էլ ստեղծել է Ղազախստանի հետ կապված, Ղազախստանից է բաներ ուզում, որովհետև հասկանում է, որ իսկապես իր խնդիրները շատ ծանր են։ Արհամարական էր խոսում ղազախների հասցեին, իսկ հիմա արդեն ստիպված է լինում կուլ տալ նաև հանդիմանությունը Ղազախստանի ղեկավարի կողմից։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկայևի համապատասխան առաջարկը փոխանցել է։ Կիևի դիրքորոշումը հաշվի առնելով, որպես այդպիսին սառեցում հնարավոր չէ։ Սա այն երեկվա ասացի մասին է խոսքը, որ պետք է սառեցնել հակամարտությունը։ Մեզ համար կա գլխավոր պայմանը, մենք պետք է հասնենք մեր նպատակներին։ Մարտական գործողությունները կարող են դադարեցվել մինչև օրվա ավարտը, եթե Կիևն ընդունի համապատասխան որոշումներ։ Ավելի անտրամաբանական բան, որ հիմա ասվում է,
դժվար է պատկերացնել, որովհետև իրանք շարունակում են պնդել, որ իրենց նախնական նպատակներին պետք է հասնեն։ Նախնական նպատակներից իրանք այնքան են հեռու, որ նույնիսկ զարմանալի է, որ դեռ իրանք այդ նախնական նպատակները հիշում են։ Ասում ախր ոնց է, ախր ոնց որ թե Ստամբուլում համաձայնության էինք եկել է, կարող է համոզենք էլի գանք 22 թվականի մարտի համաձայնությունը 26 թվականի հուլիսի վերջին։ Ոնց կարող է պատահի նույնն լինի։ Ուկրաինայի վիճակը հանկարծակի եկած պատերազմի ընթացքում եւ այսօրվա վիճակը համեմատելի է։ Ինչու պետք է Ուկրաինան համաձայնվի մի բանի, այն դեպքում, երբ որ այսքան բան է փոխվել պատերազմի թաթերաբեմում եւ նախաձեռնությունը անցել է Ուկրաինայի։ Բնական է, որ ոչ։ Այնպես որ այն ինչ որ հիմա ասում է Պեսկովը նախնական որ նպատակին են հասել, Ուկրաինան զինաթափել է, հա։ Ուկրաինայում նացիստները փոխվել են իրանց ուզած իշխանություն են դրել, ՆԱՏՕ-ն կանխել են այլևս չի ընդլայնվել, իրանց բարեկամ պետությունների քանակն ավելացել է, թե բոլորին հերթով կորցրել են, վերջինը մնացել է Հայաստանը։ Հայաստանն էլ են կորցրել, ուղղակի այդ մտքի հետ չեն հաշտվում մեր ռուսամետ խորհրդարանական հիմիկվա անդիմությունը եւ մեկ էլ մեր իշխանությունները, թե չէ Հայաստանն էլ են կորցրել։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգա, մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ղազախստանի նախագահ Տոկաևին Պուտինին ուղղված այն ուղերձի համար, որ ժամանակն է դադարեցնել պատերազմը, դա իրատեսական, ժամանակին եւ իմաստուն ուղերձ է։ Ուկրաինան առաջարկել է կանգնեցնել պատերազմը ներկայիս ճակատային գծերի երկայնքով եւ անցնել դիվանագիտության, սակայն Կրեմլը շարունակում է մերժել խաղաղության ճանապարհը։ Ավելի պարզ բան, նախաձեռնությունն անցել է Ուկրաինային, Ուկրաինան ծանր հարվածներ է հասցնում Ռուսաստանին։ Եվ այդ պարագայում Ուկրաինան ասում է համաձայն են պատերազմը կանգնացնենք, շփման գծում այս վիճակով կանգնենք, սկսենք բանակցությունը։ Չի ասում, չէ, կգնամ ամբողջ երկիրը կազատեմ, որտեղ ամբողջ երկիրը ազատելու համար պետք է լինի քաղաքական որոշում։ Քաղաքական որոշման արդյունքում էլ կարելի է երկիրը ազատել։ Եվ սրանով ցույց է տալիս, որ մենք պատրաստ ենք խաղաղության։ Եթե Դոնալդ Տրամպը մտածում է, որ Ուկրաինան խաղաղության պատրաստ չէ, մենք պատրաստ ենք, բայց մենք ինչ ենք ասում, որտեղ կանգնած են զորքերը, այնտեղ էլ պետք է կանգնենք, ինչի մասին է խոսքը։ Դադարեցնում ենք այս վիճակով։ Իսկ Ռուսաստանն ասում է, չէ, այն ինչ որ ես չեմ գրավել, էսա 5-րդ տարին է։ Այդ չգրավածը դուր որ դադարեցնենք պատը։ Բա ինչի համար քեզ դա տան։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով, մենք նման երկակիություն ենք տեսնում ամերիկյան դիրքորոշման մեջ։ Ներողություն։ Մի կողմից նրանք զենք են մատակարարում Ուկրաինային, չնայած նախագահ Թրամփն ասում է, մենք չգիտենք, թե ում ենք մատակարարում, մենք մատակարարում ենք ՆԱՏՕ-ին եւ մնացած ամեն ինչ մեր գործը չէ։ Մյուս կողմից Միացյալ Նահանգները անկեղծորեն հայտարարում է խաղաղ կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին։ Դմիտրի Պեսկովը դժգոհում է, որ Դոնալդ Տրամպը երկակի մոտեցում է ցուցաբերում։ Դմիտրի Պեսկովը ոնց որ Ռուսաստանը չի հաշտվում, որ Ուկրաինան 2022 թվականի մարտի Ուկրաինան չէ, այնպես էլ Պեսկովը չի հաշտվում եւ Ռուսաստանի ղեկավարները չեն հաշտվում, որ Դոնալդ Տրամպը անցյալ տարվա օգոստոսի 15-ի Անկորիջի Դոնալդ Տրամպը չէ, որ երջանկացած ընդունել էր Վլադիմիր Պուտինին, ինքը Վլադիմիր Պուտինին հիշում է իր առաջի պաշտոնավարման ժամանակ մեծ հզոր Պուտին, ինքը ով էր Պուտինի դեմ, ինքը ընդամենը Ամերիկայի նախագահն էր, իսկ ինքը Պուտինն է, ժողովուրդ ջան։ Տրամպը այդպես է պատկերացրել Պուտինին։ Եկել է երկրորդ ժամկետ, այդպես էլ ասում է ժողովուրդ դուք չգիտեք Պուտինն ով է։ Մարդիկ ասում են մենք գիտենք, դու չգիտես, հետ ես մնացել ես նախորդ առաջի դասարանի դասագրքերն ես կարդում։ Դու չգիտես Պուտինն ով է։ Այն մարդ ինչ եք խոսում, նա հզոր է, նա էս կանի, նա կպայթացնի, նա կգրավի, ամբողջ աշխարհին բացատրվել մի բան, որ ամբողջ աշխարհը գիտեր բացի Իրանից։ Հիմա էլ կարողացել են ինչ-որ մի բան համոզել, Տրամպը չի էլ համոզվել է Անկորիջում, ընդամենն ասել է, լսել է, ասել է, հա, լավ, լսեցի, ոչ մի փաստաթուղթ չկա, բայց հիմա Տրամպը լրիվ հասկացել է ինչ է կատարում, այլևս ոչ կարող ես Ուկրաինային տանես
2022 թվականի մարտի Ստամբուլ, ոչ էլ կարող ես Տրամպին տանես 2025 թվականի օգոստոսի անկորից, Ժորժ ջան, հաշտվեք այդ մտքի հետ։ Վերջ, անցել է այդ մասը, անցել է, կդժգոհեք, կբողոքեք, ինչ կանեք։ Տրամպը ինչքան է ներքին համակրանք ունենա Պուտինի նկատմամբ, ինքը գիտի, որ Պուտինը տարվել է, ինքը չի կարող Պուտինին փրկի, չի կարող փրկի։ Որտեղ հասկանում է իրան պետք էր Պուտին դիկտատոր, որը պետք է առնվազն 1000 տարի ղեկավար էր։ Ինքն է չլներ պաշտոնյա, որպես բիզնեսմեն գնար ասեր Վլադիմիր Վլադիմիրիչ, բայց քեզ համար բան ունեմ արած, դու էլ բային բիզնեսի համար բան էիր խոստացել, բա արա, չէ՞, այս երեխեքն էլ պետք է միլիարդատեր տղեկ են, բա պետք է մի տեղ աշխատեն, բա փես է, այս երեխեք, աղջիկ, դեսը դենը, բա պարզա, չէ, բա ինչի մասին է խոսքը։ Իր համար Պուտինը հավերժ էր։ Այսինքն ինքը գիտեր, որ իդեմս Պուտինի տեսնում է մի մարդ, որի հետ մինչև կյանքի վերջ կարա բիզնես անի, հետո էլ իր երեխաները։ Բայց հիմա հասկացա, որ Պուտինը պարզվում է հավերժ չի։ Եթե Պուտինը պարտվեց, այսօր կա էգուտ չկա։ Հիմա այլևս Տրամպին չեք համոզի, որ Պուտինը հավերժ է, Ժորժ ջան, ինքը արդեն գիտի։ Նոր իրավիճակի հետ հաշվի նստեք։ Որտեղ ամբողջ աշխարհը գիտի, որ դուք թյուրիմացության մեջ եք։ Դուք հիմա դեռ մխկտում եք, թե ինչի չեք կարողանում Թրամփին ու Զելենսկուն համոզեք, բերեք հին պայմանավորվածություն։ Չի լինելու, անցավ դա։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Նովակ, Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ։ Դիզվալիկի արտահանման արգելքը կչեղարկվի շուկայի վերականգնմանը զուգընթաց, որպեսզի նավթավերամշակման գործարանները խնդիրներ չունենան գերավելցուկի եւ վերամշակման ծավալային նվազեցման հետ կապված։ Ասա էլ Ռուսաստանի վիճակը, բա ասում էին կարգավորել են, նավթավերամշակման գործարանները արդեն գործարկել են, վերանորոգել են, ամեն ինչ արել են, նորերն են ստեղծել, մենք էլ լրիվ հավատացինք, բայց այդ ամեն ինչն արել ես, ինչի ես արտահանման արգելք դնում, դա քո վալյուտայի համար չէիր անում, փող չէիր բերում դրսից։ Այսինքն, էդ էլ պարզա չէ, որ մարդիկ չեն խաբվում, որտեղ եթե հավատան են ինչ-որ պատմում եք, բա այս ինչի համար է։ Դա համար ենք ասում, ձեզ հարցաքննել պետք չի, դուք լավ էլ ամեն ինչ ինքներդ ձեր վրա ցուցմունքը տալիս եք։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա Կիևը շարունակում է սառնասրտորեն եւ նիտումնավոր թիրախավորել Ռուսաստանի քաղաքացիներին, աշխարհին ցուցադրելով իր դաժան նացիստական ժպիտը։ Ռուսաստանը կոչ է անում բոլոր պատասխանատու կառավարություններին եւ միջազգային կազմակերպություններին չլռել Կիրովում եւ Զապորոժիայում Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական հարձակումների մասին։ Շատ ծիծաղելի է, չէ, որ մտել ես Ուկրաինա, մարդկանց սպանել, բռնաբարել, տները թալանել, ամեն ինչ արել, դաժան ձևով վարվել, ամեն ինչ արել ես, հիմա երբ որ արդեն պատասխան են տալիս քո արածի դիմաց, իսկ դա անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակներում ՄԱԿ-ի կողմից հաստատված կանոնակարգով, անգամ ոչ թե միջպետական կամ ընդհանրապես երկիրն ասի լավ եմ անում, ին վրա հարձակվել ես, ես պաշտպանում եմ։ Դա նրա իրավունքն է, միջազգային իրավունքն է պատասխան տա։ Իսկ այդ պատասխանի ընթացքում մեկ ավել բան, մի բան պակաս, այդ լացուկոցը դնողը հաստատ Ռուսաստանը չի, որը որ պահանջում է արդարություն, թե ուկրաինացիները տեսեք ինչ են անում։ Մարդիկ տեսել են, թե դուք ուկրաինացիների դեմ ինչ եք արել։ Իսկ հիմա նայենք Իրանի հետ կապված ինչ վիճակում ենք, որտեղ սա է կարևոր շատ։ Իրանի արտգործնախարարությունը վճռականորեն դատապարտել է ուկրաինական ռեժիմի գրոհը Կասպից ծովում իրանական առևտրանավի դեմ, որի հետևանքով առավոտյան նավի վրա պայթյուն է տեղի ունեցել։ Կասպից ծովում իրանական առևտրանավի դեմ ուկրաինական ռեժիմի հարձակումը, որը բացահայտորեն ընդունվել է այդ ռեժիմի ղեկավարի կողմից, վկայում է Իրանի նկատմամբ ուկրաինական ռեժիմի թշնամական մոտեցման շարունակության մասին։ Ընդգծելը, որ Իրանը երբեք չի միջամտել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտությանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի եվրոպական երկրների եւ ՄԱԿ բոլոր անդամների ուշադրությունն է հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ ուկրաինական ռեժիմը հարձակվելով իրանական առևտրանավի վրա ոչ միայն կատարել է միջազգային իրավախախտում, այլև վտանգավոր կերպով ձգտում է բորբոքել պատերազմի եւ անկայունության կրակը։
Իրանն առանց վարանելու կպաշտպանի իր ազգային շահերն ու անվտանգությունը, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին, հատկապես ինքնապաշտպանության սկզբունքին համապատասխան։ Ակնհայտ է, որ ուկրաինական ռեժիմի ղեկավարի արկածախնդրության հետևանքների պատասխանատվությունը կրելու են այդ ռեժիմը, նրա աջակիցներն ու հրահրողները, նշել է Իրանի արտգործնախարարությունը։ Իհարկե, Իրանի արտգործնախարարությունը կանչել է նաև Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին և նրան բողոքի նոտա հանձնել Կասպից ծովում իրանական առևտրային նավի Ուկրաինայի զինված ուժերի հասցրած հարվածի կապակցությամբ։ Իհարկե, շատ սրտաճմլիկ կլներ, եթե չիմանայինք, թե ինչքան բալեստիկ հրթիռներ է տվել Իրանը ժամանակին և դրոններ Ռուսաստանին։ Այն ժամանակատվը, երբ պաշտպանության հարցը շատ դժվար էր Ուկրաինայի համար։ Բացի այդ, որ չուներ նաև պաշտպանության, հակաօդային պաշտպանության բավարար չափով համակարգեր, նաև այդ համակարգերը հարմարեցված չէին այդ դրոններին, այդ բալեստիկ հրթիռներին և բավական ծանր հարվածներ էր ուտում Ուկրաինան այդ Իրանի պատճառով։ Եվ պարբերաբար Իրանին ասում էր՝ մի անի դա, բայց Իրանը շարունակում էր զինել Ռուսաստանին։ Եվ դրա համար Ուկրաինան չի էլ վախեցել, չի էլ խորշել արաբական երկրներին ասել պատրաստ են ձեզ օգնելու հակաօդային պաշտպանության հարցում ընդդեմ Իրանի։ Իրանին դա իհարկե դուր չեկավ, բայց դա Ուկրաինային ընդհանրապես չէր հետաքրքրում։ Եվ ի դեպ ասեմ ձեզ, որ Իրանը երբ որ ասում է, որ ես պատասխան հարված կհասցնեմ Ուկրաինային, խորհուրդ կտամ, եթե իմ խոսքը լսում են իրանք, հանկարծ չհաբեկեն Ուկրաինային, որովհետև Ուկրաինան դա Ամերիկա չի։ Ուկրաինացին եթե որոշի Իրանին կարգի հրավիրի, դա կլինի շատ արագ, որ իրանցիք նույնիսկ չեն պատկերացնի ու կզարմանան, կասեն՝ այ մարդ, ոնց որ էս Ամերիկայի հույսին էին բոլորը, էս Ամերիկան էր Ուկրաինային օգնում, պարզվում է Ուկրաինան ավելի վախենալու է։ Իրանը համենայն դեպս պետք է մտածի, որ իր ավագ ընկեր Ռուսաստանը 5 տարի է Ուկրաինայից գլուխ չի հանում։ Համենայն դեպս իր շահերից չի բխում Ուկրաինային վախացնելը։ Կարող ասես մանր-մունր թղթարարությամբ զբաղվի, հա, բայց որ ասի ես պատասխան հարված կտամ, ես ես կանեմ, ես են կանեմ, կարող է հանկարծ մի օր ուղակի Ամերիկան Ուկրաինային ասի՝ ընկեր, չեմ կարողանում գլուխ անեմ ես Իրանից, արի ես քեզ օգնեմ դրա հարցը լուծի։ Հաշված օրերի ընթացքում Իրանի հարցը կլուծի։ Ես չեմ չափազանցնում, որովհետև նրանք ապացուցեցին, որ զենքին էլ են լավ տիրապետում, բավական էլ մարտունակ են։ Իսկ որպեսի Իրանին լրացնի այն ինչի համար, որ Իրանը այդքան տարի իրանց հարվածը հասցրել, մեծ հաճույքով դա կանի։ Խորհուրդ կտայի ուղղակի ավելի զուսպ լինեն Ուկրաինայի հարցում։ Կարող են ինձ չլսել, հետո հետևանքները կտեսնեն։ Ուկրաինական դրոնները գիշերը հարվածներ են հասցրել Ղրիմին, Տյումենի նավթավերամշակման գործարանի և ռազմական օբյեկտներին։ Ի դեպ Տյումենի նավթավերամշակման գործարանը փորձել է ցանցապատել, որ դրոնները որսան։ Էդ էլ չստացվեց, ժողովուրդ ջան։ Ժողովուրդ, չի ստացվում ձեր մոտ, տեսնում եք, չի ստացվում ձեր մոտ։ Բարել էիք, ոնց որ թե գոհ էիք ձեր արածից։ Հարվածի տակ են հայտնվել Ղրիմում գտնվող Չեռնոմոր նեֆտեգազի օբյեկտը։ Հաղորդվում է, որ խոցվել են Գերան և Գերբերա դրոնների կառավարման ցամաքային վերարտադրիչը, որը մեծացնում էր դրանց աշխատանքի հեռահարությունն ու կայունությունը։ Այնպես որ հիմա տեսնում եք նաև այդ հարվածները շարունակվում են, անգամ նավթավերամշակման գործարանին են կարողանում նորից հարվածեն, եւ մեկ էլ Տյումենը, լամած հեռավորությունը նայեք էլի, եւ մեկ էլ անգամ ռուսները ձևը գտել էին ոնց պաշտպանվել։ Մանկապարտեզ է, ժողովուրդ ջան, հասկացեք, մանկապարտեզ է։ Այս մարդիկ էս է իրանց պատկերացումը։ Ու մինչև այսօր հիմա դժգոհում են, հիմա դավադրություն են մանգալի։ Ոնց եղավ, որ հայ բրիզի պահեստին խփեցին, մեկ ուրիշի պահեստին չխփեցին, այսով է Ուկրաինային տալիս ինֆորմացիա, այսով է օդը բացել, որ ուկրաինացիք խփեն, հիմա իրար մեջ իրար են ուտում։ Արդեն իրար մեղադրում են, որ Ուկրաինայի առաջ բացել են ճանապարհը։ Իսկ դրա մասին վաղուց էինք խոսել, որ իրանք ուզում են, որ երկրում ապակայունություն լինի, որովհետև շարունակվող պատերազմը տանում է անկանխատեսելի հետևանքների։ Կուզենան գոնե ժամ առաջ ինչ-որ բան իրանց մասնակցությամբ փոխվի, որ այդ հետևանքը կանխատեսելի լինի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը կարգադրել է, որ ամերիկացի զինվորականները նոր հարվածներ չհասցնեն Իրանին, ընդհատելով գրեթե երկշաբաթյա ամենօրյա գրոհների շարքը։ Թրամփի կրակը դադարեցնելու հրամանը տրվել է Օմանի պատվիրակության Թեհրան ժամանելուց մի քանի ժամ անց Հորմուզի նեղուցի բացման շուրջ բանակցությունների համար։ Իհարկե, այս բարի կամքը դրսևորել է Դոնալդ Տրամփը ներողություն։ Իրանցիներն էլ ասել են, որ դե եթե ինքը այս բարի կամքը դրսևորել է, մենք միշտ պատասխան տվել Ամերիկայի քայլերին, մենք էլ ենք հիմա դադարեցնում պատասխան հարվածները, տեսնենք արդյունքում ինչ ալնելու, բայց իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգներում խոստովանել, որ դրանք բավարար չափով հարձակողական զենք չունեն եւ խնդիրներ ունեն, պաշտպանողական չեն կարողանում իրենց բազաները պահեն, հարձակողականով էլ արդյունավետ հարձակում չեն կարողանում իրականացնել։ Ավելի լավ է հիմա գնան բանակցությունների։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Սպիտակ տանը տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ մտահոգություն է հայտնել Իրանի հետ ռազմական հակամարտության հնարավոր էսկալացիայի կապակցությամբ։ Հուլիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Վենսը եւ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնն իրենց մտահոգություններն են հայտնել հակամարտության հնարավոր էսկալացիայի առնչությամբ։ Գեներալ Քեյնը հանդիպման մասնակիցների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ գործողության ընդլայնումն ավելի կսպառի զինամթերքի ամերիկյան պաշարները։ Այնպես որ այդ ամեն ինչի մասին լավ էլ տեղյակ ենք, հասկանում ենք, որ իրանք տեսնում են, որ այս պատերազմը հաջողություն այս պահին չի բերում։ Ուրիշ բան պետք է մտածեն, բանակցային ճանապարհով գնան, դե ասեն Օմանը բանակցում է, կարող է մի հատ Հորմուզի նեղուցի հետ կապված նորմալ խնդիր լուծեն։ Բայց ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը չի բացառել Իրանի հետ լայնածավալ պատերազմի վերսկսումը։ Հարցին թե արդյոք դա դիտարկում է Իրանի հետ լայնածավալ պատերազմի վերստացման հնարավորությունը, Տրամփը պատասխանել է, եթե մենք չստանանք այն, ինչ ուզում ենք 100%-ով, ապա իհարկե։ Այսինքն տենց որ չկա, որ ինքը չասի խփելու եմ քարը քարին չեմ թողելու, վերադարձնելու եմ քարեդար եւ չլինի տենց որ չասի դե բանակցենք, տեսնենք բանակցություններով հարցը ինչ են կանում։ Հիմա ինքը այդ հարվածները դադարեցրել էր, որտեղ հերթական անգամ փորձելով հարցը բանակցությունով լուծել, որովհետեւ այո, արդարացված չի կարողանում բացատրի, թե այս ինչով են զբաղված։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի Իրանը մերձավոր արևելքի հարևան երկրներին թշնամի չի համարում։ Նրա գործողություններն ուղղված են բացառապես ԱՄՆ-ի դեմ։ Տարածաշրջանային մակարդակում կա ընդհանուր ըմբռնում, որ Իրանի ձեռնարկած գործողությունները թելադրված չեն տարածաշրջանի երկրների հանդեպ թշնամանքով, այլ պայմանավորված են այլ պատճառներով, որոնց մասին բոլոր կողմերը գիտեն եւ հասկանում են։ Այսինքն Աբբաս Արաղչին նաև ասում է, որ մենք հենց պատերազմը ավարտվի կկարգավորենք մեր հարաբերությունները մեր հարևանների հետ, իդեպ իրանք մեղադրում են հարևաններին այն հարցում, որ դուք եք մեղավոր, որ մենք հիմա ներքաշվեցինք սրա մեջ, Ամերիկան ձեր բազաներից մեզ հարվածում է կամ մեր հարվածները որսում է, դուք ինչ եք ուզում, մենք պատասխան չտայինք, այսինքն դուք եք համաձայնվել դրան, դուք եք թույլ տվել, որ ձեր պետությունը դառնա լեգիտիմ թիրախ։ Բայց եւ միևնույն ժամանակ ուզում է բացատրի, որ մենք այդ երկրների հետ որևէ խնդիր չունենք, որտեղ պարբերաբար Իրանն էլ ասում է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները եւ բնականաբար եթե դա ասում է առանց Ամերիկայի մենք մեր հարցերը կկարգավորենք, ձեր ինչին է պետք որ Ամերիկան այստեղ ներկա լինի։ Դա է պատճառը, որ ինքը այո շտապում է նաեւ ասել, եթե նույնիսկ ամենօրեն հարված հասցնում արաբական երկրների տարբեր բազաներին, տարբեր կառույցների, միևնույնն ասում է, որ սա ձեր դեմ ուղղված չէ։ Այնպես որ մտածեք խելքի կգաք, եկեք տարածաշրջանում մեր հարցերը լուծենք։ Իհարկե դա մենակ վերաբերվեր արաբական երկրներին, այդքան չէինք անհանգստանա, բայց նաև մենք գիտենք, որ դա վերաբերում է նաև Հայաստանին եւ Իրանի հետ կապված հարևան բոլոր երկրներին։ Այդ իսկ պատճառով Իրանը երբ որ ասում է տարածաշրջանի անվտանգությունը տարածաշրջանի երկրները պետք է ապահովեն, դա բացարձակապես մեր շահերից չի բխում, որովհետեւ մենք չենք տեսնում այնպիսի ռեգիոնալ քաղաքականություն, որի մեջ Հայաստանի շահերը երկարաժամկետ տեղավորվում են, ում ենք վստահում մեր անվտանգությունը, Թուրքիա, Ադրբեջան, Իրան, տարածաշրջանի խաղացող համարում Ռուսաստանին, մինչև Հայաստանն ասել է, որ 3 գումարած 3 ձևաչափը այլևս համարում է անարդյունավետ կամ ժամանակավեր, բացարձակ ոչ։ Եվ սա նշանակում է, որ Ռուսաստանի դեռ չեն էլ պատրաստվում որևէ ձևով Հայաստանից նրա ազդեցությունը պակասացնեն։ Ամբողջ աշխարհում նրա ազդեցությունը պակասում է, Հայաստանում ազդեցությունը չի պակասում։
Եվ սա է, որ այսինքն Իրանը, եթե վաղը մյուս օրը Ամերիկայի Միացյալ Նահանգների ինչքան էլ ասենք Ամերիկան եթե իր բազաները տեսականորեն համարեն, որ տարածաշրջանից կհանի, դա նշանակում է, որ Ամերիկան հանում է, որպեսզի այդ երկրները անվտանգություն զգում են առանց Ամերիկայի բազայի, որը կատաստրոֆիկ կարող է լինել աշխարհի համար, որտեղ շատ դեպքերում ամերիկյան բազաներն են այդ անվտանգությունն ու կայունությունը ապահովում։ Հաստատ մեր շահերից չի բխում, որ ամերիկյան բազաները դուրս գան, բայց նաև մեր շահերից չի բխում, որ ամերիկյան բազաները լինելով մեր քթի տակ գտնվող երկրների մոտ, որի պարագայում նրանք դառնան լեգիտիմ թիրախ, Ամերիկան չկարողանա կարգի հրավիրի Իրանին եւ այդ պարագայում Հայաստանը Ամերիկայի հետ համագործակցության պարագայում բախվի Իրանի շահերի հետ։ Իրանն ասի, ես ինչ եք անում։ Ոչ մի պարագայում մեզ համար, ոչ մի պարագայում ձեռնտու չի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ձախողվի այս քաղաքականության մեջ։ Այո, չհաշվարկված քայլ արեց, այո, անիմաստ քայլ արեց, այո, ընկավ Բենյամին Նեթանյահուի խելքին, որ նա մտածեց, քանի Թրամփն է ավելի լավ է ինձ հետ, ինչ պոկենք հիմա պոկենք, կարողանանք տապալել Իրանին, մեր ուզած կառավարիչ տնենք եւ այլ, գերագնահատեցին իրանց հնարավորությունները եւ որի պարագայում առաջացավ այսպիսի վիճակ, ավելի վատ վիճակ, քան անգամ ունեինք մինչեւ Իրանի հետ պատերազմը։ Իսկ դա մեր շահերից չի բխում, որ Ամերիկան թողնի ու հեռանա, որովհետեւ մենք բավական լուրջ ակնկալիքներ ունենք թե աշխարհաքաղաքական զարգացումների առումով Ամերիկայի դերակատարության, թե մեր տարածաշրջանում, թե մեր պետության հետ, ժողովուրդ ջան։ Ոչ մի պարագայում, եթե ես պարբերաբար նշում եմ Դոնալդ Տրամփի կատարած սխալները, դա նրանից չի, որ ես մտածում եմ, դե լավ, կարող ենք անտեսել Ամերիկային, մտածենք ուրիշ բան։ Ընդհակառակը, ամենամեծ սպասելիքները ունենալով Ամերիկայից, ես տեսնում եմ, որ այս սպասելիքները չի արդարանում թե Ամերիկայի շահերի տեսանկյունից, թե աշխարհի շահերի տեսանկյունից, թե Հայաստանի շահերի տեսանկյունից։ Ես սրտացավորեն ուզում եմ ներկայացնեմ այն ամեն ինչը, ինչի պարագայում սխալ ճանապարհով է այս ամեն ինչը շարժվում։ Ուկրաինայում Ամերիկան պարտության չմատրեց Ռուսաստանին, ամբողջ աշխարհում է իր դերակատարությունը կորցնելու, ամբողջ աշխարհը անկայուն ալնելու։ Իրանի հետ հարցերը չլուծեց, մեր տարածաշրջանում ալինելու անկայունություն եւ ոչ միայն մեր տարածաշրջանում, Չինաստանն էլ ուրիշ ձևի գլուխը բարձրացնելու, Ռուսաստանն էլ եւ այլ, շատ լուրջ, շատ հետեւողական անելիք կա եւ առանց որևէ թաքցնելու պարզ ասում եմ, այո, ես ուզում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պինդ կանգնի Ուկրաինայի թիկունքին եւ Ռուսաստանը ռազմավարական պարտության տանի, որի պարագայում մեջ պարտադիր չի, որ Իրանին պատերազմով հաղթի, Իրանը սուսուփուս հետ կքաշվի, եթե տեսնի Ռուսաստանի գլխին ինչ օին դրեց Ամերիկան եւ նաեւ Ուկրաինան։ Եվ այդ տարբերակը եւ Չինաստանը անհարկի չի ակտիվանա, չի հզորանա, տեսնելով այն հզոր աջակցությունը, որը ունի Եվրոպան Ամերիկայի հետ միասին որպես երկուսը բևեռ։ Առավել եւս, որ Եվրոպան նաեւ անվտանգային հարց է լուծում։ Ավելի պարզ, ինձ թվում է դժվար է բացատրել, Իրանը մեր հարևանն է, չենք ուզենա իր այդ խնդրեմ ունենանք, բայց չենք ուզենա նաեւ, որ Իրանը կարողանա Ամերիկային որևէ ձևով դուրս մղի։ Դրանից հետո պատկերացնում եք մեր վիճակը։ Մեզ պետք է ասի, ես ինչ խաղեր եք տալի Եվրոպայի հետ, ես ինչ խաղեր եք տալի Ամերիկայի հետ, այս կողմերը չերևա ոչ մեկը։ Ինչ ենք անելու։ Հիմա 21-րդ դարում կրոնապետության ենթակա ենք դառնալու։ Այնպես որ ինձ թվում է բարդ չի պատկերացնել, որ նա մեր իմ պատկերացումը այս հարցերի հետ կապված։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։